Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Բարև ձեզ Տիկին Ադանալյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Տիկին Ադանալյան, մենք վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա նոյեմբերին եւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նորից ուղիղ եթեր դուրս եկավ, խոսեց արդարադատության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումներ խոստացավ եւ այլն, եւ մեր հաղորդման ժամանակ անդրադառնալով այդ հայտարարություններին դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի ճշտի տերը այսուհետ դուք եք եւ 10 տարվա գործը տալու եք նրան, որպեսզի նա նորից վերանայի, աջակցի եւ գնդակը վարչապետի դաշտում էր։ Արդյոք այդ հայտարարությունից հետո ինչ որ բան է փոխվել, որտեղ արդեն այսօր փետրվար ամիսն է 2025 թվականի, նկատի ունենալով, որ համատարած դժգոհություն է, հիասթափություն է ներկայիս իշխանությունների նկատմամբ, մի կողմից թանկացումները, մի կողմից արդարադատության ոլորտում իրականացվող այս գործառույթները, մի խոսքով ձեզ մոտ ինչ է փոխվել։ Եթե փոխվել է, ապա դեպի վատը, որևէ դրական տեղաշարժ թերևս տեղի չի ունեցել, եւ այո, ես տվյալ հաղորդման ժամանակ ճիշտ է, ներքին ինչ-որ համոզմունք չունեի, նկատի ունենալով Փաշինյանական խոստումների նախադեպերը, որևէ համոզմունք չունեի, որ կարող է իրոք վերջինը իր հնչեցրած արտահայտություններին համահունչ գործողություններ իրականացներ, սակայն այնուհանդերձ հիմք ընդունելով, որ որպես ղեկավար, որպես երկրի վարչապետ հնչեցրել է եւ նման բացառիկ իրավիճակներ է ստեղծել, մասնավորապես ուժային կառույցների ղեկավարներին փոխելով, ինչպես նաև հնչեցելով, թե ով ումա ծեռառնում, հələ պարզենք տեսնենք, ով ումա ծեռառնում եւ այլն։ Եվ այդ համատեքստում կարծեցի, թե ինչ որ բան, հա, միգուցե թեթև նշույլ հույսի երևաց, թե միգուցե այս մարդը իրապես ուզում է ինչ-որ մի բան անի, բայց ըստ էության, այո, ես հնչեցրեցի, որ եթե լինի կանանց նշանակելով։ Այո, հիմնականում այստեղ ստեղծվել է կանանց միավորում, ես չգիտեմ, դա հասարակական կազմակերպություն է, չգիտեմ ինչի պիտի ասենք կարևորագույն պաշտոններին զբաղեցնել միայն կանայք, կամ այդ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու նպատակը որն էր։ Եթե այսով ում ծեռառնում այդ վերնագրի տակ, հա, ստացվեց, որ մարդիկ վարչապետի SMS հաղորդագրության հիման վրա դիմումներ գրեցին եւ ազատվեցին իրենց պաշտոններից, բնականաբար այս ամեն ինչը հեշտական, նիկոլական ինչ-որ խաղ էր եւ այս ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը ունի բնականաբար ենթատեքստը եւ նրանց անմիջապես փոխարինեցին բացի քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանից, այն էլ գլխավոր դատախազի տեղակալն էր եւ մեծ մասամբ գլխավոր դատախազությունից հա նորից դատախազները սփռվեցին եւ դատարաններում եւ քննչական մարմիններում եւ ըստ էության որևէ բան չի փոխվել, ավելին մատնվել է անկործության, հանցավոր անկործության համատնված, հետևաբար ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ սա ուղղակի ինչ-ինչ անձանց պատվերով, ինչ-ինչ անձանց ճաշակով նշանակված անձինք էին, որոնց նա բերեց ուղղակի նշանակեց այս պաշտոններին, թե հետագայում քաղաքական առումով ինչպիսի գործառույթներ կիրականացնեն, ով ինչ կանի, ով ոնց կքանդի այս պետությունը, երևա արդեն սկիզբը տրված է, մեկնարկը տրված է արդեն, թե արտարադատության նախարարի մասին է խոսքս, թե քննչական կոմիտեի նախագահի մասին է խոսքս, արդեն մեկնարկը տրված է։ Փաստորեն իշխանությունը 7 տարի ժամանակ ուներ որոշակի գործառույթներ իրականացնելու եւ բոլորս այն հեղափոխականներից ենք, որոնք կանգնեցին հեղափոխության ակունքներում։ Տիկին Ադանալյան, ինչ է նշանակում այս 7 տարիների անգործությունը եւ ինչ նշանակեց մի քանի շաբաթ առաջ արդեն վարչապետի կողմից նոր գաղափարախոսության մասին հայտարարություններ անելը։ Սա իրական Հայաստանն է, այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց եւ կցանկանայի մեր հաղորդման շրջանակներում անդրադառնալ, որ էականնշանակություն ունի բարեկեցության ստանդարտի սահմանումը, անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ երջանկություն։ Այսինքն այս ամենը մենք պետք է որդեգրենք իրական Հայաստանում, որպեսզի կարողանանք ապրել։ Դուք միջև իրավապաշտպան լինելը երկար տարիներ աշխատել եք դպրոցում, հարգված ուսուցչուհի, սաներ եք կրթել, ինչ է նշանակում, եթե հիմա դասարան մտնեիք,
այս գաղափարախոսության հետ կապված եւ հեղափոխության հետ կապված ինչ կասեիք ձեր սաներին։ Եթե ես ներկա պահին մտնեի դասարան, վստահեցնում եմ ձեզ, որ գլխի կոշ կմտնեի։ Գլխի կոշ կմտնեի, որովհետև ցանկացած բանիմաց, գիտակից մարդ, ծնող, ով երեխային ճանապարհում է դպրոց, տեսնում է թե ինչ է կատարում մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր երկրի հետ։ Ցանկացած գիտակից բանական մարդ հասկանում է, թե ինչպիսի խեղաթյուրված իրավիճակ է ստեղծվել կրթական համալիրում։ Եվ ինչպես պիտի կարողանայի նայել իմ աշակերտների աչքերին, երբ ասենք 1 տարի առաջ դասավանդել էի հայրենասիրական գաղափարներով, եւ հիմա կարող է ի հայտ գալ եւ ի հայտ եկել են այնպիսի փաստական տվյալներ քրքերում, դասակրքերում, որ խեղված է Հայաստանի պատմությունը, խեղված են հայրենասիրական գաղափարները, բնականաբար այս ամենի ֆոնին ցանկացած գիտակից մանկավարժ կարող է գլխի կոր մտնել դասարան։ Այսպեսին կլիներ իմ մուտքը դասարան։ Ինչ վերաբերում այս 7 տարիների իրավիճակին, մենք դարապտուղներ ենք քաղել այս 7 տարիներից հետո եւ 7 տարիների ընթացքում ինչ ասես չտեսավ մեր ժողովուրդը, ել պատերազմ, ել 5000 զոհեր, երիտասարդ ջահել սերուցքը ազգի պարկեց հողի տակ, 10000 հաշմված ջահել երիտասարդ տղաներ, տունուտեղ թողած ու փախուստի մատնված, արցախցիներ, տարածքային ամբողջականության խախտում եւ ինչ ասես, չթվարկեմ, բոլորը գիտեն թե ինչի մասն է խոսքը, մինչեւ էթնիկ զտում։ Հիմա այս 7 տարիների մեկնարկը ով տվեց։ Ներկայիս գործող վարչապետը ինչով տվեց։ Հեղափոխությամբ։ Եվ ես գտնում եմ, որ եւ սա իմ կարծիքն է եւ գտնում եմ, որ բավականին օբյեկտիվ կարծիք է, որ պետք է մեր հասարակությունը վաղ թե ուշ եւ նաեւ հետագայում բնականաբար այս իշխանության օրոք այդ հարցերը չեն բարձրացան, որովհետեւ իրենք բոլորը հանցակից են տեղի ունեցածի հետ եւ համախոհներ են, պետք է անպայման ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե օրինակ հեղափոխություն ասվածը ինչպես սկսվեց, ով սկսեց։ Նախ պետք է հասկանալ, սա ես գտնում եմ, որ նախապատրաստված հանցագործություն էր մեր երկրի, մեր պետության սահմանները խախտելու, սասանելու եւ այո, դրսի ինչ որ պետական այլ միջազգային կառույցների, որոնց ականջները հենց հիմա երևում է, հենց հիմա 3 օրինակ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները եւ այլն, ես չեմ ուզում շեղվել թեմայից, երևում են, հա, ում ականջներն են երևում այս ամեն ինչի հետևից։ Նախ պետք է հասկանալ ցանկացած հանցավոր արարք, սա հանցագործություն է պետության դեմ ուղղված, այս հեղափոխությունը, սա հեղափոխություն չի, ամոթ է, որ սա կոչվի հեղափոխություն, սա ուղղակի ինչ-որ շարժում էր, հանցավոր շարժում, որի մեջ ներքաշեցին անմեղ մարդկանց, այդ թվում նաև ես, ինձ նման շատերին, հույս ունենալով, թե հեղափոխություն կոչվածի տակ, այո, պետքա փոփոխություններ լինեն, այո, պետքա երկիրը կարգ ու կանոնի բերվի եւ հաստատվի ժողովրդական երկիր եւ ազատվենք նախկին ռեժիմի ճիրաններից։ Մենք բոլորս հավատացինք դրան։ Սակայն պարզվեց, որ սա հեղափոխական ինչ-որ մարդիկ չեն, սրանք հանցավոր խումբ են, ես այդպես եմ գտնում, դա իմ կարծիքն է։ Եվ ցանկացած հանցագործություն բացահայտելու համար իրավակ իրար պրակտիկայում առհասարակ այդպիսի տակտիկական մեթոդաբանություն կա, որ նախ պետք է հետ գնան հանցագործությանը նախորդած ժամանակահատվածին։ Այսինքն այն հեղափոխությունը, որ ես կոչում եմ, որ սա հանցավոր բնույթ ունի, դրա նախորդած ժամանակահատվածում ինչ է տեղի ունեցել, ովքեր ինչ շարժումներ են իրականացրել, ինչ խմբավորումներ են ձևավորվել եւ բացահայտել հանցագործությանը նախորդած ժամանակահատվածի դեպքերը։ Կոնկրետ այս կազմակերպիչների գործողությունները կապը մնացած անձանց հետ, ովքեր եւ երևացին եւ չերևացին ըստ էության։ Այնուհետև բարձելու այդ հանցավոր գործողություններից, այսինքն հանցագործության դեպքից հետո ընկած ժամանակահատվածը եւ մենք հիմա ապրում ենք հանցագործության դեպքից հետո ընկած ժամանակահատված։ Այսինքն չարամտորեն կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված արարքեր մեր պետության դեմ, մեր ժողովրդի դեմ։ Եվ հիմա այս 7 տարիները հանցագործությունից հետո ընկած ժամանակահատվածն է, որի մեջ ներառեց եւ պատերազմ, եւ ամեն ինչ, որ մենք հիմա այսօր տեսնում ենք, ոնց է քայքայվում ժողովուրդը, ոնց է քայքայվում պետությունը, ինչ օրենքներ են ընդունում, որոնք նորից այո հիմք են հանդիսանալու քայքայմանը եւ սոցիալական եւ բարոյահոգեբանական վիճակն է քայքայվում մարդկանց, հանցագործությունը շարունակվում է։ Եվ կարծում եմ բոլորին է հայտնի, թե ինչպես օրինակ Փաշինյանն ինքը հայտնեց, որ պատերազմը դրսից ծրագրված գործողություն էր։ Հիմա եթե իմ ասացի համատեքստում վերլուծենք Փաշինյանի ներկայացրածը, ինչը եւս ինքնին հաղորդում է հանցագործության մասին, եթե պատերազմը դրսից
պատվեր էր սցենարով եւ դրա մեջ ներքաշվել են ըստ Փաշինյանի ներքին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հետեւաբար այս նույն պատերազմը գոյություն է ունեցել հեղափոխություն կոչվածի համատեքստում։ Եթե հեղափոխությամբ եկակ եւ հասակ իշխանության, դրա մեջ եղել է նաեւ պատերազմի պլանը։ Ես կարծում եմ, սա անհեշտելի փաստ է եւ բնականաբար ընդամենը 2 տարի անց սկսվեց այս քաշքշուկը, սկսվեց այս ադրբեջանական անհանգիստ վիճակը եւ բնականաբար շփռնկվեց պատերազմը ու տեսակ թե ինչի արժանացանք, այնուհետև Արցախը հանձնելու պատմությունը բոլորը գիտեն սա։ Այսինքն այս ամեն ինչ որ ինք ասում է պատերազմն է սցենարով գրված։ Հիմա հարց եմ առաջադրում։ Այս մնացած բաները պատերազմի ատրիբուտներն են։ Պատերազմի մեջ պլանավորած, հեղափոխության մեջ պլանավորած, ինչպես պատերազմը, այնպես էլ առեսօր կատարվող բոլոր ծրագրերը իրականացնում եք հեշտով։ Սակայն միևնույն ժամանակ կա մեկը, որ վախենում է, որ Արցախում, Բաքվի բանդում կալանավորված քաղբանդարգյալները կարող են ցուցմունքներ տալ հոգեմետ տեղերի ազդեցության տակ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, համադրել այս պլանավորած գործողությունները, որ հանգեցրել են նրան, որ պատվիրված է եղել պատերազմը, եւ ես նշում եմ, որ այո, այդ համատեքստում պատվիրված է նաեւ մեր այսօրվա վիճակը, ապա մտավախությունը ո՞րն է, որ կարող է Բաքվի բանդերում գերիները, տվյալ դեպքում Արայիկ Հարությունյանը, ըստիս նման խոսակցություն կար նաեւ մամուլում տեղեկություն, որ կարող են ցուցմունքներ տալ։ Եվ դա ի սկզբանե հայտարարում է, որ կարող են լինել հոգեմետ տեղերի ազդեցության տակ։ Հասկանալի է, չէ՞ ամեն ինչ։ Եթե ամփոփենք կհասկանանք, չէ՞, որ ինչի մասին կարող է ցուցմունք տալ եւ դեմից արդեն ասում է, որ հոգեմետ տեղերի ազդեցության տակ են։ Սա այս ամբողջ իրավիճակն է, որը կատարվել է եւ ես գտնում եմ, որ հետագայում այս հարցին պետք է ճիշտ իրավական գնահատական տրվի, որովհետեւ այստեղ արկա են այնպիսի ժողովրդի դեմ ուղված կյանքի դեմ ուղված, մարդկության դեմ ուղված պատերազմական գործողություններ, որոնք չպետք է ուղղակի հենց այսպես թողնել շարունակվի, իսկ շարունակվելը արդեն գոյաբանական հարց է, ակնհայտ է, որ շատ մեծ կասկածի տակ է դրված Հայաստանի Հանրապետության գոյությունը, այդ թվում նաև մեր ժողովրդի գոյությունը։ Հիմա այս ամեն ինչի մեջ անդրադառնամ գաղափարախոսությանը։ Ինչ գաղափարախոսության մասին է խոսքը, ծիծաղելի անգամ, դա գաղափարախոսություն չէր։ Դա այստեղից, այնտեղից Վիկիպեդիայից վերցրած այս կամ այն բնույթի, այս կամ այն ձևակերպման ինչ որ արտահայտությունների կույտ էր։ Գաղափարախոսություն ունի Նժդեհը, գաղափարախոսություն ուներ Վազգեն Սարգսյանը։ Սրանք էին գաղափարախոսությունները։ Կարող եմ հատիկ ներկայացնել ու հասկանալ, թե մարդու գաղափարախոսությունը ինչին է ուղղված։ Ինչպես կարող է պետության ղեկին նստած անձը տարածել այնպիսի գաղափարախոսություն, գնահատել, ոչ թե տարածել իր կողմից ձևակերպումները, ինչպես երջանիկ լինել, ինչպես կենցաղը դասավորել, ինչպես անել, որ հարստանա, սեփական փախտը որոշել, ինչպես անել, որ հարստանա եւ հարստացնի, այնուհետև ասում է խաղաղությունը խայսատ պետք է լինի եւ այսպիսի տարօրինակ ձևակերպումներ։ Սա գաղափարախոսություն է, ո՞րն է սրա գաղափարը։ Եվ կենցաղային մակարդակով ինչ որ փորձում է դասեր տալ մարդկանց եւ սրանով ինչ որ դասեր է տալիս ասած Աննա Հակոբյանը։ Այո, կրթվելու դասեր է տալիս դրա հետ զուգահեռ։ Բայց այսօրվա այս ծայրահեղված վիճակի մեջ ում են հետաքրքիր ծեր դասերը կամ պիտի նայես ով է կրթողը։ Առաջին հեշտին ում կողմից է կրթվում։ Հասարակ բան առաջի դասարանցում, որ ծնողը տանում է դասարան, աշխատում է կայացած դասվարի մոտ տանին, այս դասվարի մոտ տանի, որ դասվարից երեխեն իրապես եւ ծնողի համառնի, եւ գիտելիք ստանա, եւ ծնողը հանգիստ խղճով հանձնի իր երեխուն դասվարին հետ գա։ Առաջի դասարանի մասին է ընդամենը խոսքս, ու մնաց այլ կրթական բարձր ավելի բուհերում եւ այլն։ Ո՞վ է կրթողը։ Հիմա եթե այս անձինք ինչ որ իրանց կյանքի մեջ իրանց կենցաղում փոփոխություններ են եղել ու երջանկությունը sense թափվել է իրանց գլխուց ու արևուց, ցայտնոտի մեջ են հայտնվել։ Ու իրանք մտածում են, որ այս երևակայական իրանց վիճակը ոնց ցուցադրեն կրթվելու մեջ, խոհանոցում, ինչ որ սպասքից օգտվելու, ինչ որ բաներ ցույց տալիս, չգիտեմ ինչ անում։ Ես կարծում եմ, որ այս մարդիկ ուղղակի դա իմ կարծիքն է, չտեսության վերին աստիճանն է։ Ես չեմ մտածում, որ սա ինչ որ իրապես իր մեջ ունի գաղափարական ինչ որ բան, դա ծիծաղելի անգամ, ինչ գաղափարական։ Այսօր մարդիկ, փառք Աստծո, Հայաստանը ունի այնպիսի գրագետ խելացի խավ եւ մտավորականություն, եւ դասախոսներ, եւ բժիշկներ, եւ գիտնականներ, ձեր գաղափարախոսության կարիքը չունի։
Դուք առանց պետական հմտությունների, պետությունը ղեկավարելու հմտությունների եւ ունակությունների, դուք պատահական եկաք ու հայտնվեցիք, այսինքն ձեր սցենարով, որ այդ համաձայնել եք սցենարում գործող անձինք որպես համաձայնեցիք եւ եկաք եւս օինը խաղացիք ու խաղում եք այս երկրի գլխին, դուք այդ ամեն ինչի մեջ չեք կարող ներկանալ որպես գաղափարախոսական ինչ-որ ելույթներով հանդես գալ, մարդկանց աչքին հողում օխիր փչելով, ումա հետաքրքիր ձեր կենցաղը, ձեր ծվածեղը, ձեր տոլման, ձեր ծուկը, ձեր չգիտեմ ինչը, այս մակարդակի մեջ, սրա մեջ հնարավոր է արդյոք պատկերացնել գաղափարախոսության հակառակ կողմը, գոյություն չունի։ Մեզ հիմա հետաքրքիր է սահմանադրությունը հիմա ինչու ենք փոխում։ Սահմանադրությունը փոխումը ով հավանչի, այո։ Ամբողջ այդ գաղափարախոսության իրավացի եք ելակետը, ասելիքը, այդ որ տարբեր սառույցներ ընկնելով, այո։ Ուղղակի հավաքվել էր միտեղ։ Միանգամից ասեի ժողովուրդ հայտարարում են, որ պիտի բան անեմ, ինչ գաղափարախոսություն։ Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով պիտի փոխեմ, արդեն գիտեք, այն գլխից ինքը արդեն ժողովրդի այն տրամադրությունները ստուգել է, ասած կենցաղային լեզվով բերանի կոլը իմացել էր, ինքը պիտի տանի դրան, իսկ ով հավան չի սահմանադրությանը։ Բնականաբար բոլորին է արդեն հայտնի, ես չէ որ պիտի ասեմ, որ սա վերաբերում է վտանգ է անկախության հռչակագրին։ Եվ անկախության հռչակագրի վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որպեսզի չեզոքացներ 2010 թվականի սահմանադրությամբ նշված անկախության հռչակագրի արժեքը։ Եվ այս համատեքստում էլ ինչի համար է դա սահմանադրական դատարանը որոշում կայացրել սահմանադրական արժեքը ոչնչացնելու անկախության հռչակագրի, որպեսզի այսօրվա իշխանությունը հաղթահարի այդ սահմանը եւ կարողանա ցեղասպանության հարցին վերաբերվել որպես քաղաքակրթական համամարտկային ինչ-որ վերլուծական արժեքի եւ մինչդեռ ցեղասպանությունը տվյալ իսկ հռչակագրով իրավական արժեք ունի եւ ոչ թե ինչ-որ համամարտկային արժեք եւ օրվա իշխանությունների հրամայականն է դա իր մեջ բովանդակել որ ցեղասպանությունը ունի իրավական նշանակություն եւ թույլ չի տրվել որևէ մեկին, որևէ գործադիր կամ օրենսդիր կամ իրավակիրառ մարմնի կասկածի տակ դնի ցեղասպանությունը։ Դե դրա համար էլ մինչև այդ հայտարարություններով էր հանդես գալիս, էլի չակեշներով երևի թե մոռացավ այդ մասին ասել, որ դա էլ է գաղափարախոսություն, չասեք, որ դուք վանեցի եք, չասեք մշեցի եք, ինչ է նշանակում էզրումցի եմ, սա ինչ բան է, ինչի համար եք ասում, բայց ինչի համար պիտի չասեն։ Այսինքն, այս հանգամանքը մարդիկ ուխտագնացության են գնում Արևմտյան Հայաստան, տեսնելու Վանը, Իգդիրը, Էզրումը, Վանալիճը, Աղթամար կղզին, հսկա Արարատը, այո, մշոտ հաշտերն են գնում տեսնելու, Եփրատ Արածանի կետերը, Ախուրյանն ու Արաքսը տեսնելու, գնում են շնչելու, ապրելու, վայելելու իրենց հայրենիքի օդն ու ջուրը։ Վարչապետն ասում է պատմության ետևից չպետք է գնալ, պետք է գնալ իրական կյանքի ետևից։ Իրական կյանքը ո՞րն է, եթե դու պատմություն ունես։ Սա իրական կյանքը, սա իրական կյանքը չի, սա զուրկ է իրականությունից վարչապետի ասածը։ Վարչապետի ասածը առարկայա զուրկ է։ Ցանկացած երկիր Հայաստանը եկել է դարերի խորքից ու գնալու է դեպի դարեր։ Եվ Հայաստանն ունի իր արմատները, իր պատմությունը, բոլորին է դա հայտնի։ Եվ պատմական ու իրական այս ձևակերպումների մեջ սա անգամ ծիծաղաշարժ է։ Ինչպես կարող է պատմությունը, որը ունի արմատներ, որը արձանագրված է աշխարհի մեջ, որ Հայաստանն ապրել է ցեղասպանություն, հայ ժողովուրդն ապրել է ցեղասպանություն, այսօր իրական ձևակերպան տակ թե իրական Հայաստանը այսօր ով իր հոր տնից բերեց որ այսօր դառավ իրական դուք եք բերել իրական Հայաստանը 18 թվին եկաք իրական Հայաստանը հետներդ բերեցիք բամեք մինչև 18 թիվը որտեղ էինք ապրում այսինքն մեր պատմությունը իջի կանելու միջոց է սա միջոց է գործադրելու որ մարդկանց ուղեղների մեջ նստացել են հանգամանքը որ գիտեք դուք պատմություն չունեք դուք իրական չեք դուք ուղղակի սիմվոլիկ ինչ-որ չգիտեմ ինչ մարմնացումներ եք, իրական չեք դուք իրական ղեկավարներ չեք, դուք իրական իշխանություն չեք, դուք եկել եք խորտակելու մեզ եւ մեր պետությունը։ Այս է ամբողջ իմաստը։ Այլապես այդ գաղափարախոսության համատեքստում օրինակ ժողովուրդն ինչ հասկացավ։ Ինչ տվեց այդ գաղափարախոսությունը։ Ինչով ոգեշնչվեց ժողովուրդը։ Այսինքն իր կենսակերպը բարվոք վիճակում է, իր կյանքը լավացել է
Իրանք կարա ապրծպր ստեղ ընդեղ գնան ինչ ասես անեն, ինչ գումարներ ասես ծախսեն, ում ասես ինչ, ում գլխին ինչ օրին ասես խաղան, բա իրանք ձեռնա, ամբողջ երկրի ղեկը իրանք ձեռնա։ Նիկոլը ում միացենց մատը ճտասնի ասի գնաց եք այս մաշտում բռնեք, վազերով կգնան կբռնեն։ Այսինքն ամբողջ երկիրը կառավարման ամբողջ ղեկը դրված է իրանք տակ ու իրանք չարաշահում են իրենց պաշտոնյական լիազորությունները։ Տիկին Ադանալյան, դուրս գան կարճատև գովազդային դաթարի եւ փորձենք արդեն հասկանալ այն ինչ որ դուք ասում եք կառավարման ղեկը իրենց ձեռքին է, արդեն կարծես թե սկսել են որոշակի մարդկանց տեսադաշտում պահել եւ խոսքի ազատության հետ կապված որոշակի ինչ որտեղ խախտումներ են արվում, անդրադառնանք Ղարիբ Բաբայանին, անդրադառնանք նաեւ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու եւ նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խոսքի սահմանափակման վարչական վերահսկողություն կիրառելու չբացակայելու արգելքի մասին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, մենք զանգ ունենք, պատասխանենք, որից հետո ես իմ հարցերը նորից ձեզ հնչեցնեմ, Տիկին Ադանալյան։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք ու խնդրում եմ հակիրճ ձևակերպեք ձեր հարցը։ Լսում ենք ձեզ։ Տիկին Մարի։ Այո, լսում ենք։ Ես մի կաթիլ երևի շեղվեմ իմ խոսակցությունը այս Փաշինյանը արդեն չափը ձև անցկացրել է մարդկանց, չգիտեմ ես բանում ասեք Ղարաբաղում այդ գերեզմանները քանդում են, այդ մարդկանց այդ տները քանդում են, այդ շինությունները, մեր արձանները քանդում են, այդ գերեզմանները ավտոմատով կրակում են, այդ դիակները հանում են, շպրտում են դուրս, լավ է ժողովուրդը չի կարող որ հելիվ բարանան 26-ը գնացեք ոչնչացրեք։ Լավ, մենք խնդրում եմ մեր եթերից նման հայտարարություններ չանել, այն որ դժգոհություն կա։ Նշում է որ մարդկանց գերեզմաններ են քանդում, այդքան ավերածություններ են անում, բնականաբար
սրբապիղծ մարդիկ են եւ թույլ են տվել Թուրքի ձեռագիրն է։ Սա թուրքի ձեռագիրն է, բայց կա սինխրոն համաձայնություն։ Այո, թուրքը այդպես է անում, որովհետեւ գիտի, որ հետևից իրեն պաշտպանող կա եւ այստեղ կա նաեւ հայաստանյան իշխանավորների կամքը եւ այդ անփույթ անտարբեր վերաբերմունքը, ով է աղաղակում, ով այդ մասին բարձրացնում, շատ քչերը, երևի ՀԿ-ներ կամ մեկ ու մեջ մտավորական Ադրբեջանը, որոնք ֆիլմեր է նկարահանում եւ իր ազատագրած տարածքների մասին է աղաղակում։ Աղմուկ աղաղակով իրան զոհի կարգավիճակում ներկայացնում, որ այո, շատ ցավալի է եւ այսօր մարդիկ խորը հիասթափություն են ապրել, հենց մենակ այս դրվագը չի, շատ դրվագներ, որ թվարկենք երևի, չգիտեմ ինչ վիճակի մեջ կարան մարդիկ հայտնվեն լսելով այս հոգեցած պատմությունը եւ այս ամեն ինչը ինչի համար է ստեղծել, որտեղ այսօր Հայաստանը հայտնվել է վաճառական չարչիների երախում եւ չգիտես ով օրական մի նոր բան իմանում ենք, ամեն առավոտ մի նոր խայտարակություն ենք իմանում, նախորդ առավոտ բանը մոռանում ենք։ Հետո էլի մի հատ ուրիշ խայտարակ բան։ Ամեն օր սպասում ենք, որ մի բան պիտի լինի։ Ու ամեն օր շատ լավ, շատ հաճույքով, շատ պնդաճակատությամբ ցույց են տալիս իրանց իրական կերպարը, թքածունն է ժողովրդի վրա, ժողովրդի կարծիքի վրա։ Իրանք են ու վերջ ինչ ուզեն կանեն, արդեն այնքան են արտոնյալ, այնքան են, ասենց չգիտեմ ինչ վիճակի մեջ հասած, սա անառակապարու գործողություն է։ Ես այդպես եմ գտնում ժողովրդի հանդեպ չի կարելի այս աստիճան մարդկանց պատվի արժանապատվության վրայից ասել, չի կարելի այս աստիճան թեկել սեփական ժողովրդի վրա, այսինքն ինչ սեփական ժողովուրդ։ Մենք իրանց ժողովուրդը չենք, իրանք ուղղակի եկել են մեզ իշխելու, դրսից ուղարկված եկել են մեզ իշխելու, մենք իրանց ժողովուրդը չենք։ Տիկին Ադանալյան, հիմա անդրադառնանք Ղարիբ Բաբայանի կողմից տեսանյութ տարածվեց։ Էդգար Ղազարյանը միշտ համենայն դեպս ձևակերպումներ ուներ իրավապահների դատական իշխանությունների նկատմամբ եւ հերթը բանը հասավ նրան, որ արդեն քրեական հետապնդում հարուցվեց։ Սա ինչի մասին է խոսում, ժողովրդավար պետության մեջ։ Ժողովրդավար պետությունը դա ձևակերպումն է այդպեսին, բայց ըստ էության, երբ խորանում ես իրանց գործողությունների մեջ, ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել։ Մարդիկ խոսում են, փաստեր են ներկայացում, չէ՞։ Թե մեկը, թե մյուսը։ Ես որևէ մեկին ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, ոչ էլ իրանց նեղ շրջապատի հետ որևէ կապ եւ առնչություն ունեմ։ Բայց երևույթը տեղի ունեցածը, մարդու հետ կատարվածը, այսօր իրանք են, կարևոր չէ ով ինչ անում, որտեղից է ինչ չի անում։ Հաջորդը կարա լինի, հարգելի հայրենակից հաջորդը կարա լինես դու, ես, մյուսը։ Այսինքն այս անտարբերությունը դա չի նշանակում, որ այս մարդկանց եղել է, մյուսներին կարողա չլինել։ Տեսեք, ինչն է երևույթը, մարդը դժգոհում է, փաստեր է ցույց տալիս, կոնկրետ Ղարիբ Բաբայանը։ Փաստ է ցույց տալիս, տեսանյութ է ներկայացնում, ասում է ադրբեջանցիները եկել են, երգում են մայրաքաղաքի սրտում, հա? Ու որտեղ են ոստիկանները, ինչու չեն հետաքրքրվում, ուրիշ ժամանակ եռափլուրում զոհված զինվորների ծնողներին կծեծեին։ Հիմա եռափլուրում նման դեպք արձանագրվել է, թե չի արձանագրվել։ Այո, արձանագրվել է։ Բոլորս գիտենք, տեսանյութը կա։ Կարող է մարդը զրպարտում է, չի զրպարտում, չէ՞։ Վերջացավ։ Հիմա ասում է եկել են հրապարակի մեջտեղում, թե եկել են կոնցերտ են սարքել, այդ թող ոստիկաններն էլ միանային, իրանց սիրողներն էլ միանային, սրանք, չգիտեմ, ինչ որ մեկի աղբոր փալեքն են եղել, երևի որ եկել են sense արտոնյալ իրանց համար համեշք են տվել, ինչ որ մեկի կողմից իրանք երաշխավորված են եղել, որ եկեք հələ փորձեք տենանք ժողովուրդը ինչ կանի ոնց կվերաբերվի։ Հետո հայտարարություն տարածվեց, թե Իրանի քաղաքացիներին ազգությամբ ադրբեջանցի։ Լավ, ազգությամբ ադրբեջանցի, ենթադրենք ադրբեջանցի Պորտուգալիայի քաղաքացիներին։ Այսինքն պիտի կային հենց Երևանում հրապարակում Եշկեի Ղարաբաղի մասին երգ ծաղրեին, հա, խնդային ժողովրդի վրա ու ցույց տային, որ այ մենք սենց ձեր հախից եկել ենք, այս մենք արտոնյալ ենք, մենք հաղթանակած ենք, կուզենանք կգանք ձեր ննջարանների մեջ կկանգնենք, բան կանենք, Ղարաբաղի մասին կեշկենք, կգնանք։ Այս է եղել ամբողջ պատմությունը։ Ստեղ կա ազգային արժանապատվության հարց, ինքնասիրության հարց։ Մարդուն ասում է թշնամանք ես հրահրել, անհանդուրժողականություն է, խտրականություն է, չէ։ Հակապետական գործողություն։ Ոչ մարդը շատ ազգային ինքնասիրության բարձր որակական հատկանիշներ է ցույց տվել տվյալ անձը եւ դա խոսքի ազատության իրավունքն է իրացրել։ Այսինքն դուք սահմանափակում եք մարդու խոսքի ազատության իրավունքը, ձեր քրեական օրենսգրքի հետ հոդվածները բերել եք զորով կպցրել եք այս մարդուն, բացարձակ այս մարդու խոսքի մեջ չկա որևէ խտրականության, որևէ թշնամանքի, ասում է ադրբեջանցիներն եկել են երգում են հրապարակում, հələ տիրություն արեք, թե լավ են անում, տարիք տներդ սեղան գցենք, շաբաշ տվեք, թող եշկեն, կարող է շատ եշկեն, մինչև լույս թող եշկեն ձեր համար ադրբեջանցիները։ Իսկ եթե վատ բան չեն անում, բա ոստիկաններին է կոչարն, ասում է գնացեք հələ տեսեք ինչ է կատարվում, ուրիշ վաղ լինի մարդ կուտեք։
Մարդ կփռեք ասֆալտին, մարդու կողերը ոտու ձեռքը կոտրեք, եսի միջեր կանեք, գազեր բաց կթողնեք, եսի միջ թունավոր ինչեր կանեք, հələ մի երկու հոգի հավաքվեն իրար կխու։ Հա ճիշտ է ասել։ Մարդը հավարա գցել ձեզ, որ գնաք այդ հարցը լուծեք, բայց դուք դրել եք մարդուն քրեական բան եք արել։ Հանրային քրեական հետապնդում եք հարուցել այս մարդուն նկատմամբ նշածս հոդվածով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է բոլորին ուզում են սարքել լեզու կտրած ծիտիկը։ Սա նշանակում է, որ մարդկանց ուզում են խեղդեն, այս իրանց ստեղծած իրավիճակի մեջ ուզում ասեն չխոսակ, հանկարծ ձայն չհանեք, տեսեք քրեական հետապնդում կհարուցվի ձեր նկատմամբ ու դուք քրեական պատասխանատվության կենթարկվեք, եւ հրապարակային խոսքից կզրկվեք, եւ բացակայելու աշկերտ կկիրառվի ձեր հանդեպ, եւ տարբեր միջոցներ, ինչ որ օրենքով կարա նախատեսված լինի։ Նույնը նաեւ Էդգար Ղազարյանի նկատմամբ։ Ես փաստացի անձին նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ երևույթը։ Էդգար Ղազարյանը շատ լավ լեզու էլ ունի, բերանել ունի, գրագիտություն էլ ունի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ա եղել, շատ սուր միտք ունի ու շատ, ես լսել եմ իր խոսքը, շատ դիպուկ, սուր, ճիշտ ձևակերպումներով ի տարբերություն ոմանց են, որ ասում են փոխտու խախտի փոխտուց են ժամերով կարա նստես լսես։ Համենայն դեպս նման հոգեբանական տարօրինակ իրավիճակներ չկա եւ կարող ես լսել հասկանալ անկախ նրանից ով է անդիմությունն է, իշխանությունն է, բոլորին էլ լսում եք, տեսեք, այս մարդն ինչ է ասում, այն մարդն ինչ է ասում, կարող մի խելոք բան է ասում, չլսենք։ Ու փաստորեն այս մարդու նկատմամբ եւս ճշմարտությունը ասելու համար դուք հանրային քրեական հետապնդում հարուցեցիք եւ էլի կիրառեցիք հենց այդ իմացած բոլոր մեթոդները։ Հրապարակային խոսքի իրավունքից եք զրկել, բացակայելու աշկերտ եք կիրառել ու էլի մի շարք գործոններ։ Հիմա այս ամեն ինչի մեջ ի՞նչն է երևում ժողովրդավարությունը, հա, եթե մարդը դուք դեմ եք Ղարիբ Բաբայանի ասածին, Էդգար Ղազարյանի ասածին, մյուսների ասածներին, ներկայացրեք ձեր հակափաստարկները, ասեք, որ գիտես ինչ կա, այս հրապարակումը, այս որ դու հելել ես այս բաներ, ես ասում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հեսա մեր փաստերը։ Համաձայն չեք, սխալ է ասում, դուք իրավունք չունեք մարդուն տանեք խեղդեք, մարդու լեզուն կապեք բերանի մեջ, ասեք չխոսած, թե չէ քրեական պատասխանատվության կենթարկվես։ Սա է ժողովրդավարությունը, չէ իրանք հասկացել են, որ մարդիկ ծայր աստիճան հիասթափված են, որ մարդիկ անասելի զզվում են արդեն այս ամեն ինչից, ու իրանք ուզում են հասնել նրան, որ մարդիկ զզվեն նաև պետությունից ու թողնեն գնան, որովհետև իրապես շատ լավ մարդիկ են հեռանում, մթնոլորտ ստեղծող մարդիկ են հեռացել, ես տեղյակ եմ, ես գիտեմ։ Մարդիկ ում կարելի էր վստահել, մարդիկ ում խոսքը կարող էր արժեք ունենալ հասարակության համար, այս մարդիկ լուր հեռանում են ու մնում արդեն գոր զանգվածը, մնում է դատարկությունը, մնում արդեն իր ամեն ինչի հետ ուղղակի նայում ես ու չգիտես ինչ անես, այս իրավիճակում դուք մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում եք հարուցում, գնացեք մարդասպաններին բռնեք։ Նիկոլ, բայց այսքան ժամանակ ասում եք մարդասպանները ազատության մեջ են, դու մարդասպանությունը խրախուսող վարչապետ ես։ Ես կարամ ապացուցեմ, որ դու մարդասպանությունը խրախուսող վարչապետ ես, որովհետև քո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ ձեր տան աղջիկն է, ինքը կոծկում առանձնապես ծանր հանցագործներ, դու այս մասին հիմա չես լսում, բայց կանչի ասա։ Այդ լավ է Էդգար Ղազարյանին ասում ես, սենց ասե, Ղարիբ Բաբայանը սենց ասե, բայց ասում Աննա Վարդապետյանը առանձնապես ծանր հանցագործություններ է կոծկել։ Ես հաղորդում եմ տվել իր վերաբերը։ Դու Աննա Վարդապետյանի գործողությունների խերը տեսել ես, Նիկոլ, տեսել ես, որ ցեն չես անում։ Սաղը դեռ տեսել եք։ Հանցագործությունը կոծկելը դա մի մարդու, երկու մարդու բան չի, սա համակարգային հանցագործություն է։ Ու այսօրվա դրությամբ դու լուր նայում ես բոլորդ, մենք տարիներ շարունակ ասենք, թողնենք գնանք, ասենք, թողնենք գնանք։ Ինչ է լուր նայում, օրինակ Վահան Մանասերյանը մահացավ այդ մարդը։ Կհիշեք 2024 թվականի մայիսի 7 ձեռնափայտով Վայոց ձորում։ Այո, այդ խեչ մարդը Վայոց ձորի հաշմանդամ քաղաքացի, ինչի ասել էր Նիկոլ, որ քեզ տեսա, ոնց էր ասել ձեռնափայտս գլխիդ կտամ։ Սպառնալիք էր ամեն սպառնալիք էր ու դատախազությունը գործը փակվեց Մեղադրյալի մահվան վիդիտելի դատախազը խելքին տեղ արել, թե պիտի այդ խեղճ հաշմանդամ մարդը գա Նիկոլին ձեռնափայտով խփի գլխին ու տես դուք շատ լուրջ ընդունեցիք այդ ամեն ինչը ու մի հատ էլ ասում եք հոգեկան ներգործություն է պատճառել Նիկոլին, առողջությանը վնաս պատճառել 3 րոպեանոց հարցազրույց էր։ Սպառնալիք ա եղել։ Այո, ծիծաղելի է սա անգամ։ Այս մարդը երևի վախուց կսկծում մեռավ։ Ոնց հաստատանել էր այդ քաշքշուկների հետ։ Այո, հաշմանդամ մարդ վախուց ցավից մեռավ, ներքին հոգեկան ցավից մեռավ։ Այդ լավ է Աննա Վարդապետյան Նիկոլեսկան հոգեկան ներգործություն է բանանում ժողովրդի վրա։
Այսքան երեխեքին սպանեց, բերեց, լցրեց հողը, հետո ասեց կարելի է պատերազմը կանխել, բայց հոգեկան ներգործությունը ինչի հաշվի չես առնում։ Կա որ հիմա մեր կյանքին վտանգ է սպառնում իրա վարած քաղաքականության, իրա վարած մնացած այդ բոլոր գործողությունների հետևանքով, որ ասում են անդադ պատերազմ կլինի, այ Ալիևը կգա այսքանի ենկանի, չգիտեմ Էրդողանը կգա այսքանի ենկանի, բաս է սպառնալիք չի, Նիկոլինքը սպառնալիք է այս ժողովրդի համար։ Իրա ղեկավարումը սպառնալիք է ազգի գոյատևման համար։ Տիկին Ադանալյան, բանակում էլ ունենք զոհեր, ինքնասպանություն եւ թոքաբորբից մահացած զինվոր։ Այս տարում թոքաբորբից զինվորը մահացել, ծիծաղելի է անգամ։ Առողջապահության նախարարություն որտեղ ես։ Ասում են ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով։ Բայց տղեն թոքաբորբերը ջերմությունը վրան ուղարկել եք պոստեր, հա։ Այդ Պապիկյանը որ պատմության ուսուցիչ լինի, այդ տղենը թոքաբորբով պոստ պետք է գնա։ Ով ասես աշխատում է նախարարություններում, ով ասես, ով է տեսե մանկավարժը գնան բանանի նախարար աշխատի։ Սենց բանով է տեսե։ Հետո մասնագետ չունեք դուք։ Մեկը ասում է, այս նոր արտահայտության նախարարը ասում է ինքը լավ մասնագետ է, լավ ինքն իր գնահատմամբ ինքը լավ մասնագետ է։ Բոլորն էլ իրենց գնահատական են տալիս։ Ասում է ես լավագույն իրավաբանն եմ, այս աղդեր լավագույնն եք։ Դրա համար եք եկել հավաքվել իրար գլխի։ Վարչապետի նշանակած անձինք չեն կարող լինել այնպիսիները, ովքեր կարող են հոգ տանել այս պետության համար ծառայություններ մատուցել, քանի որ նպատակն է Գերնպատակն է քանդելու այս պետությունը։ Դրա համար շատ համահունչ աշխատում են այս մարդիկ, այս մարդու աշխատանքի գյուրա, այս մարդու պահանջների գյուրա։ Բնականաբար պիտի բանակում էլ զոհ լինի, ինքնասպանություններ լինի, մեկն ինքնասպանության ընդունում զորամասներ, Իջևանի զորամասներ։ Աստված գիտի ինքնասպանությունը ինչ է։ Մեկը փետրվարի 17-ին, մեկը փետրվարի 21-ին։ Խնդրեմ, իրա հետևից մեկ շաբաթվա ընդամենը ընդմիջումով իրանք կարող են ուղարկել այս տղուն դիակը փորձաքննության կամ մնացած քննչական գործողությունների արդյունքներով հաստատեն, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ես չեմ հավատա, ոչ մի սրանց ասած ոչ մի մեղադրական եզրակացության մեջ արձանագրված կամ մահվան պատճառ հանդիսացած փորձագիտական ոչ մի եզրակացության ես չեմ հավատում, որովհետև սրանք բոլորը կեղծիքներ են։ Սրանք դատախազության ձեռքի տակ բարեկող փորձագետներ են։ Փաստ Դատաբժշկական գիտակորձնական կենտրոն Հերացի 5 հասցեում։ Այս հասցեից ես կարող եմ 2 դատաբժշկական եզրակացություն բերել, որոնք ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացություն են։ Ով է պատվերը տվել որ տան կեղծ եզրակացություն։ Դատախազությունը։ Հիմա իմ որդու գործով տարել են փորձաքննություն նշանակվել մի ոչ ու բարով դատավորի կողմից, այն Նիկոլը որ ասում էր վնգստացող դատավորներ, դա իրանից քյարա մնաց է։ Ես հենց որ տեսնում եմ անօրինական դատավոր, ասում եմ վնգստացողների շարքից է։ Հիմա այդ դատավորը մի տարին ինչ չի արել, ուղարկել է փորձաքննության դատաբժշկական կենտրոնում քանիցս ասել եմ ձեր հաշտակից։ Պահելագործը ոչ փորձաքննություն է անում, ոչ բան, ուսես դրել տակը նստել ավարեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, Աննա Վարդապետյանը ներքաշում է իր հանցավոր գործողությունների մեջ։ Ինչի համար, որ կոծքի խմբակային սպանություն։ Այս խմբակային սպանության հախ ու հաշիվները ով է վերցնում, ոնց են տալիս, հո մենակ հենց են չեն տալիս ու կոծքում։ Ստեղ ներգրավում են, ներքաշում ես կոռուպցիոն ամեն ինչի մեջ, եւ փորձագետները, եւ քննիչները, եւ դատախազները, սրա վերևում նստած է Աննա Վարդապետյանը։ Այն որ բացարձակ պրակտիկա չունի, բացարձակ փորձ չունի ինքը դատախազ աշխատելու։ Վունդերկինդի սինդրոմով եկել աստեղ եմ սովորել 5 տարեկանում ստեղ եմ գնացել, 12 տարեկանում ստեղ եմ ավարտել գալեչկաներ դարձել։ Աղջիկ ջան, դու փորձ չունես, դու առնվազն գոնե պիտի քննիչ աշխատած լինեիր։ Դու չես հասկանում քո գործից է, քո պաշտոնի լրջությունից է։ Տիկին Ադանալյան, Հեսա ավարտեմ, իրանք այս ամեն ինչի համար, այս քննադատության համար գործը հալածանքի են ենթարկում։ Հալածում են նաև ինձ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է Տիկին Ադանալյան, ուրեմն եթե ամփոփենք այս մեր իրականության մեջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ի վերջո կամ կապված են դատաիրավական համակարգի հետ, կամ կապված են մեր երկրի անվտանգության հետ, բանակի հետ, այսինքն բոլոր ոլորտները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Եվ հիմա այս ամենի ֆոնին անդրադառնանք Արտյոմ Ադանալյանի սպանության գործին։ 10 տարի անց փորձում են եւ առաջարկում են ձեզ զրոյից սկսել ամբողջ դատավարական գործընթացը։ Դուք դրան պատրաստ եք։ Տեսեք, գործը արդեն 5-6 դատավոր է փոխանցվել, գիտեք, սա արդեն 6-րդ դատավորն է։ Այս 6-րդ դատավորից առաջ եկած դատավորները միշտ գործի քննությունը շարունակել են ընդհատված տեղից։
Այս դատավորը, որը նոր է նշանակվել, գործը հանձնվել է իրան վարույթ ընդվել դեկտեմբեր ամսին 24 թվականի, որոշում է կայացել, որ գործի քննությունը պիտի սկսի 0-ից։ Այսպիսի քրեա դատավարական նորմ կա նաև, որ պետք է սկսի 0-ից, որպեսզի հետագայում նաև կայացած վճիռը խոցելի չլինի, այսինքն որևէ հանգամանք չխոչընդոտի, ինչ որ հարցեր առաջ կան վճիռը օրինական լինելու այդ շրջանակներում։ Հիմա տեսեք, հաշվի առնելով, որ արդեն 10 տարից գործի քննությունը իրականացվել է, հա, 10 տարից մեղադրյալները, մեկն էլ դրսում է, որը դերևս այս գործով մեղադրյալ որպես ներգրավված սական կասկածյալ է եղել նախաքննության փուլում եւ հիմա էլ քրեական վարույթ կա նախաձեռնված, որ ինքը կասկածվում է, որ մասնակցել է Արտյոմի սպանությանը, այս անձը ազատության մեջ է 22 թվականի փետ այս օրերից արդեն 3-րդ տարին լրացավ, այս անձը ազատության մեջ է։ Հիմա այս գործի չլչլել է, այս գործի ցկցկել է, ինչով է պայմանավորված։ Այս գործով եւ կեղծատապշկական եզրակացություններ կան, եւ փորձում էին վկաներին ուղղորդել, բայց չկարողացան, խայտարակ ձևով բացահայտեցի պատրեցի ես իրանց դեմքը, պաշտպանական կողմը ինչպես էր վկային ուղղորդում, պատրեցի նաև դատավոր Նարեկ Բեգլարյանի դեմքը, ով հիմա Արարատի մարզում դատավոր աշխատում մի խայտարակ դատավոր, ով մեղադրյալի հետ սիլիբիլի Իրանում բռնացի ու նույն րոպեին դատական նիստի ժամանակ ստացավ ինքը Իրանը, Հայկ Իսրայելյանը, այսպես խայտարակ շատ ներողություն խեղկատակությամբ զուգորդված դատաքննություն ա եղել 10 տարին, բայց դրան զուգահեռ փաստեր են ներկայացվել, այլ վկաներ են հարցաքննվել, ձեռք են բերվել այնպիսի տվյալներ եւ կցվել են քրեական գործին եւ միջնորդություն ա ներկայացվել, որպեսզի դրանք ապացույց ճանաչվեն եւ կցվեն գործին, այս 10 տարիների ընթացքում, որ ես ասում եմ խմբակային է եւ պատվիրված է պատվիրատուն Լուսինե Կինոսյան տվյալներով անձնա Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից, ով հարցաքննվել է դատական նիստի ժամանակ եւս, եւ այստեղ ներքաշված է ոստիկանական բանդան, այս հանգամանքները բացահայտվել է։ Սա ոչ թե որպես ծնող կամ որպես ինչ որ մտածած վարկած, մտածածին վարկած չի կարող այսպիսի բան լինել։ Ես երբեք չեմ ստվերի իմ որդու սպանության գործը։ Ես կաշխատեմ բարձրաձայնել այն, ինչը որոշակիորեն, հա, եթե ոչ ավելին հիմնավոր կասկածից վեր է։ Եվ այդ տվյալները կցվել են քրեական գործին, որևէ մեկը հակափաստարկ չի կարողացել ներկայացնել դրանց վերաբերյալ։ Իմ ձեռքբերումներն են եղել դա, բայց հիմա եթե այս դատավորը 0-ից է սկսում, 10 տարին սրանք կուլ են տվել։ Վերջին 1 տարին էլ Հայկ Իսրայելյան, Նիկոլի ասած, ուզում եմ հարցեմ Հայկ Իսրայելյանը վնգստացող դատավոր է, թե վնգստացող չի։ Ուզում էի Սրբուի Գայլանը բարձր այդ հարցերն չի բարձում, ինքը մաստակ ծամելով է զբաղված, ինչ պիտի բարձի։ Ու հիմա տեսեք ինչ իրավիճակ է։ Եթե 10 տարին կուլ են տվել, տակը այս կոնկրետ այս հոդվածով ներկա պահին որակված հոդվածով մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը սպառելու մնացել է 4 տարի 5 ամիս։ Այսինքն սրանք նախատեսում են, որ այս 4 տարի 5 ամիս էս մլոլ տան, ցրեն, քաշ տան, օրը մի կապիկություն անեն, օրը մեկը նիստին չկա, օրը մեկը դիմում ուղարկի ասի, վայ ես հիվանդ եմ, վայ պաշտպանի պոչը ծռավ, վայ մեղադրյալի թևը թուլցավ, ինչ ասես կարան անեն։ Հիմա այս նոր դատավորը մի անգամ եմ դեմքը տեսել, մի անգամ անիստել էր, զուտ տեխնիկական հարցեր են լուծվել, բովանդակային առումով նիստ չի եղել, ու հիմա այս դատավորն ասում է, որ ինքը ամեն շաբաթ նիստ կտնի, բայց ապրիլի 8-ից, դեկտեմբերից վարույթ անտուն է, հունվար ամիսը անցել է, նիստերը հետաձգվել են, գնաց այս մի ամիսը, 4 տարի 6 ամսվանից մնաց 4 տարի 5 ամիս։ Փետրվար ամիսը եւս գնաց, այդ մի հատ նիստն ա եղել, տեխնիկական հարցեր ա լուծվել, մնաց 4 տարի 3 ամիս։ Հիմա մարտ ամիսն է, չգիտեմ մարտ ամսին նիստ կտնի թե չի տնի, ինչի մենակ ապրիլի 8-ից է սկսվելու այդ շաբաթական ամեն շաբաթ նիստ նշանակելը, չեմ կարող ասել, բայց չեմ էլ վստահում, գուցե որպես դատավոր ինքը ասում ա, որ ինքը պատրաստակամ ա, ինքը այդ գրաֆիկը կհատկացնի, որպեսզի ամեն շաբաթ նիստերը կայանան սահմանված օրվա մեջ, բայց կարող են այնպիսի հանգամանքներ ստեղծվել, որ տպավորություն ստեղծվի, որ դատավորը կապ չունի, դատանի ինչ անի, որ ասենք նիստը հետաձգվել է, այս վկան չի եկել, կամ այս անձը հիվանդացել է, կամ այս մեկը կիսամեռ է, ինչ ասես արել են այս 10 տարիների ընթացքում։ Ու ինքնաբերաբար ստացվում, որ դատավորը նիստը նշանակել է, բայց իր կամքից անկախ նիստերը չեն եղել, ժամանակը սպառվել է։ Այս թատրոն կարա ցույց տան։ Ես չեմ կարա շատ ներողություն այդ կուտը ուտեմ ու մտածեմ, որ վայսի շլավ այս սենց կլինի։ Մեղադրողը Տաթևիկ Ղուկասյան տվյալներով անձն է։ Այս անձը գալիս է գլխավոր դատախազությունից, թե դուք եկաք դատական նիստին, մի հատ շշունչ հանեցիք ու կանգնեցիք, ասեցիք, թե
հարգելի դատարան, այս դատական նիստը կարող է ունենալ այսպիսի խնդիր, մեղադրանքի տերը ես եմ մեղադրանքը պաշտպանում, արդյոք չէ լինի այսպիսի սպառնացող վտանգներ, ոչ մի տառու բառ իրանից չելավ, իր համար եկավ, իր համար գնաց, ֆիզիկական ներկայությունն է ինքը ապահովում, այսինքն չի եղում, որ սա դատախազության կողմից կազմակերպված հանգամանքներ են, եւ դատավորի նիստերը հետաձգելը, եւ պաշտպանի կողմից դիմում գրելը, այստեղ բացառապես Աննա Վարդապետյանի գործողությունների արդյունքն է։ Ինքը ինադու, քանի որ ես դժգոհում եմ ու բողոքում եմ իրաց ու բողոքելու եմ շարունակաբար, սա բալետն այլ դու չի Աննա Վարդապետյան, որ կանգնես բալետ ցույց տաս, սա կյանքի ու ճակատագրի հարց է, ու սա առանձնապես ծանր հանցագործություն է։ Դու ավելի լավ է դիմում գրես, չնայած SMS չստացան ինքը Նիկոլի զարմանալիորեն, շատ զարմանալիորեն։ Բայց ինքը մնաց որպես դատախազ, ինքն է անում։ Այս ամեն ինչի հետևում, հիմա որ փորձագիտական կենտրոնում գործես վիճակին է, ոչ հետ են անում, ոչ առաջ պահել են գործի նյութերը, իրանք են կանգնած սրա հետևում, իրանք չեն թողնում, որ այս գործը տեղից շարժվի Միսուարյուն ստանա, իրանք ուզում են, որ նորից փորձագիտական կենտրոնը Հերացի 5 հասցեում գտնվող Անահիտ Ավանեսյանի ենթակայությամբ գործող դատապշկական գիտակորձնական կենտրոնը կրկին անգամ տա հեշտական կեղծ դատապշկական եզրակացություն։ Աննա Վարդապետյանի ամբողջ նպատակը դա է այս պահի դրությամբ, որովհետև այդ եզրակացությունը շատ կարևոր ապացույց է հանդիսանալու սույն քրեական գործի համար, մասնավորապես խմբի կողմից կատարված սպանության համար։ Այս 10 տարիների չլջրոցը սա է եղել։ Իրանք արդեն մտել են փակուղի, այն որ ասում են դեմ են եղել պատին ու գիտեն, որ խմբակային է, իրանք ուզում են ժամանակի հետ խաղալ։ Ես ապացուցել եմ, որ Աշտոմի սպանությունը խմբակային է, բայց իրանք ուզում են ժամանակի հետ խաղալ, ասում են խմբակային է, սպառվեց ժամանակը, գնացեք տներով։ Սա է ամբողջ իրավիճակը։ Ու Նիկոլ Փաշինյանը տակ նստած տեղից իր համար իր ծվածեղով է զբաղված։ Բա սա անելու բան է, դու երկրի ղեկավար ես, բա գետինը չեք մտնում սաղդ, որ sense բաներ է կատարվում երկրում։ Ու հələ ուզում եք ընտրվեք, ասում եք 26 թվին ընտրություն է լինելու, Նիկոլն ընտրվելու է։ Գնա գոնե 26 թվին ուրիշ մարդ կա, իշքեմ գուցե քեզանից պետաշ կգա։ Մենք այդքան բախտ չունենք, որ նորմալ ղեկավար ունենանք։ Նորմալ ղեկավարը Կարեն Տեմիրճյանն էր, որ գնաց։ Դրանից հետո մենք նորմալ ղեկավար չենք ունեցել։ Ես իմով կա, բայց դու գնա 26 թվից կարող եմ տղու գործի քննություն, մի հատ նորմալ ղեկավար կգա, մի հատ մոր կատկերած արու զավակ կգա, կասի որ սենց պիտի լինի, կամ ճիշտ օբյեկտիվ քննություն արեք։ Սենցը ո՞րն է, օբյեկտիվ քննություն, ես արտահայտություն եմ ուզում։ Հիմա այս արտահայտության նորանշանակ նախարարի բան ու գործը կտրել, որ ինքը ինչ որ միջոցներ ձեռնարկի, բնականաբար ոչ։ Ես ասում եմ ազգային ժողովում տեսա մաստակ ծամելով այդ իր մարզանքի վարժությունները, երբ խոսում էին գերիներից, ես աշտեն թամամը սառա։ Ցավով եմ սա ասում։ Ես սրանից չեմ ուրախացել։ Ես ցավով եմ սա ասում։ Ինչ արտահայտության նախարարություն, ինչ բան, ինչ գլխավոր դատախազություն։ Սրանք մի հատ հանցավոր խումբ են եկել են լցվել են իրար վրա, իրանց տերերի պատվերը կատարելու։ Դրա համար գոնե թող գնան։ Հիմա ընկել են Գյումրիի ընտրությունների հետևից։ Ինչ եք ուզում Գյումրեցուց։ Մի հատ էլ ասում են իմ քայլը սկսվել է Գյումրիից։ Հետո ինչ որ սկսվել է Գյումրիից, հիմա Գյումրեցին ինչ անի։ Այդ ձեր քայլը որտեղից եք սկսել։ Սեղան սուֆրայա գցել, ասել է եկեք գլխներից սստեք։ Այդտեղից եք սկսել, ինչ անի Գյումրեցին։ Գնայեք Իջևանից սկսեք, բախին դեղից չսկսեցիք։ Չէ գիտեք որ Գյումրին շատ է քիչ չափով երևացող քաղաք է։ Կարա ինքը իրան ասի։ Հիմա ուզում եք որ Գյումրիում նորից դուք ասեք ինչի անցնեք։ Ես որևէ տեխնացուի կողմնակից չեմ։ Երդվում եմ եւ վստահեցնում եմ ձեզ, բայց Նիկոլ Փաշինյանի կադրերը չպետք է անցնեն։ Ես կոչ եմ անում գյումրեցիներին ողջամիտ բանանեն, ընտրություն իրականացնեն։ Իրենց գիտակցության գյորա, իրանց մտածածի, իրանց այդ տեղի ունեցածի գյորա, թող գիտակից ընտրություն կատարեն։ Սա անթույլատրելի բան է։ Այսպես այլևս անհնար է։ Պիտի սոս միացնենք, սոսը ահազանգա, պիտի փրկության ցայներ հանենք, որ մեզ աշխարհը օգնի։ Աշխարհը կարող ասի, որ ձեր ղեկավարն է, մենք չենք կարող խառնվել ձեր գործերի մեջ, բայց սա մաշտու դեմ ուղղված հանցագործություն է, մի ամբողջ մաշտկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ աշխարհը պարտավոր է խառնվելու։ Եվ թող որևէ մեկը չուրախանա, այդ թվում նաեւ գործող վարչապետը, որ կարող է իր խաղակաշտերս են շատ հաշտ ընթանան։ Այդ տեսնում եք Թրամփի ընտրություններից հետո ինչ է կատարվում։ Եվրոպան էլ թող այդքան շատ լավ չթպրտա, Մակրոնը թող իր գործերի մասին մտածի, որ
Իհարկե Միշելներն ու Մակրոններն են, որ գնում էր կռուփսով, չգիտեմ ինչով հանդիպում էր, կիսատ պրատ գալիս էր, բա դուք եք միջնորդում, որ այս ամեն ինչը տեղի ունենա, ով չի հասկանում։ Դրա համար էլ այսօր այն վիճակին ենք հասել, որ շունը տիրոջը չի ճանաչում, չենք հասկանում ինչա լինելու մեր վերջը։ Գուցե հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ մենք էլ ինչ որ չափով հունի մեջ կգնենք։ Հա աշխարհը վերադասավորվում է, հասկացան, բայց մենք կուլ ենք գնում, ասում եմ չարչիների երախի մեջ։ Այսպես չի կարելի շարունակել։ Չպետք է այս ամեն ինչը թույլ տալ։ Ասելը մեկ այլ բան է, գործողությունը իրականացնելը մեկ այլ բան է։ Սրանք պիտի հեռանան։ Ժամ առաջ պիտի գնա։ Ինքը արդեն թաթը գցել է ցեղասպանությանը, սահմանադրությանը։ Վաղը միսուր կասի տներդ լրվեք, դուրս չկաք ոչ մեկը։ Դե տները լրվել չի ասում, բայց ասում է կենտրոնում եթե չեք կարողանում ապրել, թանկ է կյանքը։ Հա, կենտրոնում չեն կարողանում ապրել, թանկ է կյանքը, գնացեք գյուղերը ապրեք։ Բա դուք ինչ եք անում։ Դուք ինչով եք զբաղված երկիրը կործանելով, Զանգեզուրի միջանց կա տալիս։ Տանույնն է թե մեկը իր տան միջից հարևանին ճանապարհն ասի տանից ննջարանից միջով արի գնա, դա Զանգեզուրի միջանցք չի։ Դա մահվան կիրճ է լինելու։ Աստված գիտի ինչ է լինելու։ Վաղը միսօր թռները բացելու է, դարպասները բացելու է Հայաստանի, ու ասես հուրա տալով ասում է եկեք։ Ադրբեջանցի եղբայրներ եկեք ներս լցվեք, տեսեք ինչ եք անում։ Այդ մարդիկ, որ լցվել էին հրապարակ, դա ազդակ էր։ Ես օրինակ մտածեցի, որ սրանով ուզում են ասեն, որ 300,000 ադրբեջանցի է պատրաստվում, չէ՞, Հայաստան բանանելու, ներմուծելու։ Հիմա գուցե դրանց համար ինչ որ ազդակ էր։ Վաղը միսօր կարող է 300,000-ն կան, ասի տեսակ, եկել են երկում էին, ես թողեցի մեկը թպրտար։ Մի հատ էլ քրեական գործ հարուցեցի վրաներ։ Եկեք աղբերներ ջան, եկեք ձեզ լավ զգացեք։ Սա դրա մասին է։ Էլ սրանից ավել օրինակ ինչ ասի։ Մեկ էլ ասում է, մի անգամ չգիտեմ ինչ խոսքի մեջ ասես, ես ինձ գժի տեղ կտնեմ։ Պետք չի գժի տեղ տնել։ Քիժ մի եղի։ Տիկին Ադանալյան, հետևենք զարգացումներին, հարկ լինելու Հետևենք, կհանդիպենք, միանշանակ հետևելու ենք։ այն ոլորտի մասին, որ խոսում ենք եւ ընդհանրապես մնացած բոլոր ոլորտներն էլ այսօր բավականին խնդիրներ ունեցող համակարգեր են, կա հասարակության կողմից դժգոհություն, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօր մեր տաղավարում լինելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։